Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, քաղաքական եւ ոչ միայն թեմաներ կքննարկենք, բայց մինչ այդ առհասարակ ժամանակները լինում են նպաստավոր, թե այդ ժամանակներից քաղում ենք նպաստավորը մենք, որպես պետություն, որպես հասարակություն։ Չէ, իհարկե լինում են նպաստավոր ժամանակներ, դա մենք մեր պետականության վրա կարող ենք զգալ անհիշելի ժամանակներից սկսած դեռևս։ Նպաստավոր է, երբ որ Սելևկյանները թուլացան, մենք անկախություն ունեցանք, պետականություն ունեցանք, երբ որ արաբական խալիֆաթը թուլանում էր եւ այնքան ուժեղ չէր Բյուզանդիան, մենք վերականգնեցինք Բաղրատունյաց հայկական պետականությունը, փլուզվեց ցարական կայսրությունը, 3 հանրապետություններ ստեղծվեցին Կովկասից այս կողմ եւ փլուզվեց Խորհրդային միությունը, դարձել, բայց ուժեղները չեն սպասում լավագույն ժամանակների, ուժեղներն իրենք են կերտում ժամանակը, դա նույնն է, թե այդ լիբերալիզմի զզվելի երևի թե կարգախոսը, թե շուկան է որոշում, ոչ, ուժեղները շուկան իրենք են կերտում, իրենք են պահանջարկ ձևավորում եւ ոչ թե սպասում են, թե ինչ պահանջարկ կա, որպեսի բավարարեն դա։ Ես կուզենայի, որ մենք բոլորս ուժեղի կողմնակիցը լինենք, ուժի կողմնակիցը։ Հիմա մենք կերտում ենք։ Հոգուս մեղ կարած կլինեմ, եթե ասեմ, որ յուրով սանն իր ուժերի կարողացածի չափ, իր հասկացածի չափ վարշապետը չի փորձում կերտել, փորձում է։ Պարզապես դա մեզ որքանով է բավարարում իր կերտածը եւ արդյոք ճիշտ ուղղությամբ է իր կերտելիքը, այստեղ է խնդիրը։ Դուք հարցին պատասխանեցիք պետություն, պետականություն վերականգնելու, ստեղծելու տրամաբանությամբ, տնտեսության տրամաբանությամբ։ Հիմա այս խոսքերը առանցքային են, հա, որ ասում են մենք ի վերջո անկախ եւ ինքնիշխան պետություն ենք դառնում։ Մենք ի վերջո ամրապնդում ենք մեր տնտեսությունը, տեսեք ապաշրջափակման առաջին պտուղները կան, հա, Ադրբեջանի տարածքով, չգիտեմ, ցորեն ենք բերում, Ադրբեջանի բենզին ենք բերում, եւ սա դեռ ընդհանրապես սկիզբն է։ Եթե այս զուգահեռների տրամաբանության մեջ նայենք, լավ ժամանակներն են լավը, թե մենք։ Չընդհակառակը, այս ժամանակները շատ վտանգավոր են եւ այն, որ Ադրբեջանի տարածքով ինչ որ բաներ են գալիս, նրանք ամենևին չեն խոսում այն մասին, որ ժամանակները լավն են։ Հնարավոր չէ, որ ինչպես Կոնֆուցիոսն էր ասում, եռացող կաթսայում սառը կետեր լինեն։ Երբ որ ամբողջ աշխարհն է եռում, երբ որ Միացյալ Նահանգները Իսլանդիա է ուզում զավթել, չգիտեմ, հա, երբ որ Ռուսաստանը որ ուժի դիրքերից է խոսում, իմ ասած ուժի մասին չէ խոսքը, իմ ասած ուժը նախկինում մի քիչ առաջ որ ասացի, դա հոգևոր եւ բանական ուժի մասին էր։ Երբ որ Ռուսաստանը ուժով Ուկրաինայից տարածքները փորձում վերցնել, ով ում հասցնում փորձում է ուտել։ Ինչպես մեր Թումանյանն էր ասում, հիմա ժողովուրդները հրապարակում են ամեն մեկն իր ունեցած ուժի չափով։ Այնպես որ ժամանակները նպաստավոր չեն եւ շատ վտանգավոր ժամանակներ են եւ այդ վտանգավոր ժամանակները դեռևս մի քանի տարի էլ կշարունակվեն մինչեւ խաղաղվի ամեն ինչ, դա պատմության ցիկլայնության տրամաբանության մեջ է։ Ժամանակները վտանգավոր են եւ արդյոք մենք կարողանում ենք այդ վտանգավորությանը համահունչ գործել։ Եթե փորձենք այդ վտանգները այսպես հա պատկերել ու այսպես ասենք խմբերի բաժանել, թե գուցե այսպես թե այնպես նրանք ինչ որ թելերով փոխկապակցված են լինելու, այն որ դեռ ինչպես օրինակ պնդում են նաև տարբեր փորձագետներ, Ադրբեջանը փորձելու է խուսանավել խաղաղության պայմանագրի ստորագրումից, իրական խաղաղության նա չէ ձգտում, եթե սա ընդունում ենք որպես հիմք, այն որ Հայաստանը ենթարկվում է հիբրիդային ագրեսիաների, տարբեր ուղղություններից, այդ թվում եւ Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, հա,
աշխարհաքաղաքական իրավիճակը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Եվրամիությունը, տրանսֆորմացիան, Միացյալ Նահանգների դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ եւ այլն, հազար հարց կարող գնանք, հա, Մերձավոր Արևելք, Իսրայել, չգիտեմ, Իրան, Սիրիա ու այսպես շարունակ։ Մենք որքանով ենք կարողանում կառավարել այդ վտանգները։ Ոչ միայն նաեւ արձագանքել դրանց, այլ նաեւ կանխարգելել եւ կառավարել դրանք։ Այս համախումբը ես ներկայացրեցի, հա, փորձենք հասկանալ, ստացվում է մեզ մոտ, չի ստացվում։ Դուք շատ լավ եք ներկայացրեցիք համախումբը, դեռ զգացի, որ ավելի կուզենայիք ասել, բայց եկեք հասկանանք, որ մենք մեծամիտ չլինենք, մենք կառավարել չենք կարող, մենք կարող ենք փորձել կառավարել, գուցե եւ ինչ որ հատվածներում դա մեզ հաջողի, եւ դարձյալ հոգուս մեղք չանեմ, մեր իշխանությունները հենց դա էլ փորձում են անել, ինչքանով հնարավոր է կառավարել, ուղղորդել, մեզանից հարվածները հնարավորինս հեռու տանել, ռակաշետով որ են մյուս կողմի վրա գնա, հա, փորձում են անել։ Եթե դժգոհություն ունենք, ապա առաջին հերթին դժգոհությունը պիտի լինի ներքին կյանքում բարոյական արժեքների, ընդհանրապես մարդկային արժեքների իսպառ փլուզումից, որ երբեք ես կարծում եմ, որ Քոչարյանի Սարգսյանի ժամանակվա ապաբարոյական մթնոլորտից ավելի վատ էլ ոնց կարող է լինել։ Հիմա տեսնում եմ, որ հիմա իրոք ավելի վատ է։ Քոչարյանը կամ Սարգսյանը ռիսկ չարեցին հայոց լեզվի դեմ գործել, Նիկոլո տեղի տղա է, կարող է գործել եւ գործում է։ Առաջինը ինչ արեցին հայոց լեզուն կամատրական դարձնելն էր, բայց տղամարդ լամիշ են լինում, իրենց բառն օգտագործեմ, եւ փորձում են մեզ վրա իրենց լորձունքը թափել, դրսում կուրկուրի ձակ դառնալով, կամատրական թող փորձեն սարքել, եթե այդքան տղամարդ են, այլևս ոչ ազգամիջյան հարաբերության համար պիտանի եւ ոչ գիտության համար պիտանի ռուսերենը, թող կամատրական սարքեն մեր կրթօջախներում, ռիսկ չեն անի։ Ընդամենը մեծ կխոսեն այնքան, որքանով իրենց թույլատրված է Մոսկվայից։ Այնպես որ մենք եթե դժգոհելու առիթ ունենք, այո, ներսի խնդրից դժգոհելու առիթ ունենք, որ Սերժ Սարգսյանի օրոք այդ Մատենադարանի ես ամեն օր այդպես էի գնում դասի, այդ կառավարության ընդունելությունների տուն, հա, Հայոց Այբուբենը դրեցին, Գարեգին Նժդեի արձանը դրեցին, իսկ հիմա Մեսրոպ Մաշտոցին QR կոդով պիտի աշակերտները որոնեն, պահպանությունը զգում եք։ Տարվանից պատկերը կլինի գրքում էլ QR-ով չեք նայ։ Դրա համար ուզում են շնորհակալություն հայտնեն։ Չէ, որովհետև Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի իր ենթակայության տակ դպրոցներում արգելել է գadgetների կիրառումը։ Չէ, իրենք դա էլ մանիպուլյացիա եւ ձև է, ավելի շուտ տեխնոլոգիական ձև է, որ կիրառվում է մեր գիտակցությունների դեմ, մի բան անում են, հետո մեզ իբրև նվեր, իբրև ընծամատուցում են, ադալժենի են անում, ուզում են, որ մենք դրա համար շնորհակալություն հայտնենք, մենք շնորհակալ չենք իրենցից, բացարձակապես շնորհակալ չենք, հատկապես ասցի քաղաքապետարան, քաղաքապետից շնորհակալ չենք։ Հիմա ձեր դիտարկումներն հերթով գանք, ներքին կյանք, հոգևոր կյանք, համեմատեցիք Քոչարյանի Սերժի կառավարման տարիների բարոյահոգեբանական վիճակի հետ, իշխանական պատգամավորներն ասում են մենք ամբողջ այս 30 տարվա կեղտը հանել ենք դուրս եւ փորձում ենք քննարկել այդ կեղտից ձերբազատվելու հարցը։ Դե թող որոշեն էլ իրանք եկեն թե որցեն։ 30 տարվա կեղտն են հանել, դե թող 30 տարվա մասին խոսեն։ Ինչ են, Տարդատը քնեց վեր կացավ, կանոնագիրք, որ եսին որ դարում է գրվել, ուրեմն սուտ են ասում։ Ստախոս են իրենք, 30 տարվա կեղտ չէ։ Սա եթե այդքան են պատկերացնում, իրենք տհաս են պարզապես։ Այս տիղմը, որ կուտակված է, այս կեղտը, որ կուտակված է, այդ հարցում իրենք ճիշտ են, որ կա կուտակված կեղտ, բնականաբար, դա ավելի քան հազարամյա պատմություն ունի։ Մենք վաղուց ենք, ինչպես Արթուր Մեշյանն էր ասում, խորանը երկրից վաղուց էր ճակ տվել, հա։ Այո, խորանը հենց վաղուց էր ճակ տված եւ դա 30 տարվա խնդիր չէ, ուղիղ հակառակը 30 տարում ինչքանով ուղեղները ներել է առաջին իշխանությունից մինչև այսօր փորձել են ինչ որ բան շտկել։
այս իշխանությունները մի քիչ վախեցած են, վախվորած են։ Օրինակ հիշում եք, ես շնորհակալություն կարող եմ հայտնել, որ իմ ասածը ինչ որ պահի տեղ հասավ, այդ ժողովրդական արտիստ, վաստակավոր նկարիչ, չգիտեմ, հա, այսպիսի բաները փորձեցին անել, բայց ղզիկի նման կես քայլ արեցին ու հետ քաշվեցին։ Թող մինչև վերջ գնան։ Դա ինչ է տոտալիտար երկրներին հատուկ բան, ինչ է նշանակում հերոսի կոչում։ Տեսեք, այդտեղ էլ ղզիկություն են անում։ Հիմա հերոսազերծում են։ Հերոս կարող է տալ միայն ազգը, դա ազգի իրավունքն է։ Այդ ազգային իրավունքի, ազգի իրավունքի ուզուրպատորներ են տոտալիտարները, հա, ռուսներ կլինեին սովետական միությունում, թե կլինեին հյուսային կորեացիներ, հա, սոցիալիստական, այսօրվա այդ կոմունիստական մնացորդ Ուկրաինայում, հա, կոմունիստական շրջանի մնացուկ է։ Այնտեղ է այդպիսի երկրներում է, որ ազգային հերոսի կոչումը իշխանությունը վերապահում է իրեն, որ ինքը կարող է տալ։ Որևէ մեկը իզորու չէ Նժդեհից ավելի վեր լինել եւ նրան հերոսի կոչում տալ։ Նժդեհից ավելի վեր կարող է լինել միայն Նժդեհի ցեղը, իսկ ցեղը տվել է նրան հերոսի կոչումը։ Երբ մենք օրինակ խոսում ենք այդ տրամաբանությամբ կեղտից ձերբազատվելու, հա, մենք կարծում եմ պետք է նաև ասենք, որ անկախությունից ի վեր այն էլի շատ պատկերավոր ասած այդ կեղտ, եթե կան երևույթներ, բարքեր, մոտեցումներ, պատկերացումներ, դրանք նաև պատճառահետևանքային կապեր ունեն, չէ, որոնք օրինակ ձևավորվել են էլի տոտալիտար ինչ-որ համակարգում, նույն ԽՍՀՄ թող լինի կամ սովետական միություն։ Վառ օրինակներից մեկը, երբ հանրությունը քննարկում է ԿԳԲ գործակալ օրինակ ԱԱԾ-ն ինչ-որ թուղթ է, հա, հրապարակել, հիմա չեմ ասում դա այդպես է, թե այդպես չէ։ Հանրային քաղաքական դերակատարներ մի խումբ ասում է, բայց ինչ է եղել, որ լրիվ նորմալ է, բա ինչ լիներ, չէ՞ որ դա մեր ընդհանուր պետությունն էր, եթե գործակցել է ԿԳԲ-ի հետ, ուրեմն պաշտպանել է մեր երկրի անվտանգությունը, մեր հոգևոր անվտանգությունը ու նման բաներ, բայց եթե մենք կեղտից ձերբազատվում ենք, մի րոպե, կլինի այդ ուզուրպացիոն, ռեպրեսիվ ռեժիմին իրավաքաղաքական գնահատական տալ, եւ հետո այդ որ ինչ որ մեկը ենթադրաբար ԿԳԲ գործակալ է բացահայտվում, չքննարկել դրա գուցե լավ լինելու հանգամանքը, որովհետև այդ գնահատականը ի վերջո կփակեր այդ թեման, չէ՞։ Իհարկե։ Բացա կեղտ, չի։ Իհարկե կեղտ է։ Բայց մենակ այդ ժամանակ չի եղել։ Տեսեք, մանուկ ժամանակ իմ առաջին կարդացած գրքերից եւ մինչեւ վերջերս իմ ամենասիրելի գրքերից մեկն էր Ռաֆուխենթը։ Ռաֆուխենթը պատմական անձնավորություն է, հա։ Թաղված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վանքերից մեկի բակում, արձանը կա Արագյուղի գերեզմանատանը, հա, Եղվարդի շրջանի։ Երբ դաշնակցական տղերքը գնացին ասցին արելի, Ռաֆինկո մասն էլ գիրք է գրել հիմա հսկայական թվով ֆիդայներ, մենակ դա կարդալով ոգևորվելով դուրս են եկել, ասել չէ, չեմ գալիս։ Ես իմ парքի բարձունքին պիտի մնամ։ Այսինքն հերոսություն առասնել որն էր, որ իրեն գժի տեղեր դրել ռուսների համար լրտեսություն էր արել։ Բայց դա Հայաստանին, Հայաստան չկար որպես պետություն, հա, հայ ժողովրդի համար օգուտ էր, ազատագրական պայքարի թույլ կայծ կարող էր առաջանալ դրանից, հա, շրջափակված քաղաքից ինֆորմացիա էր դուրս բերել։ Այսինքն ուզում եմ ասել, դա այսօրվա բան չի, որ համագործակցություն բնականաբար եղել է, բայց համագործակցող ձևեր չթափեն, սուտ չխոսեն, գիտակցություններ չմանիպուլացնեն, համագործակցությունն ուրիշ է, հա, մեր Գարեգին Նժդեհը համագործակցեց, հանգիստ կարող էր ինքը թողնել եւ անցնել արտասահման երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ որ ռուսական սովետական բարբարոս բանակը Բալկաններ էր մտնում, ինքը հանգիստ կարող էր գնալ այնտեղից, բայց չգնաց, ասաց չէ, ես ազգին ծառայեմ, այսօր սովետական միությունը կարող է մտնել Թուրքիա, այդպիսի խոսակցություններ կան։ Նամակ գրեց, ասեց ես գիտեք ով եմ։ Եթե կարող եմ ձեզ օգտակար լինել Արևմտյան Հայաստանի տարածքները սովետական Հայաստանին գցելու գործում, ես պատրաստ եմ դնել։ Հիմա ինչ Նժդեհին ասեք ԿԳԲ ագենտը, ոչ, ագենտներն ուրիշ բան են, այդպես ջուր պղտորողները իրենք շատ էլ լավ գիտեն, որ իրենց արածը միայն ջուր պղտորելն է, հա, ԿԳԲ աշխատակից լինելն ուրիշ բան է, օրինակ ես ինքս տարապել եմ, երևի սովետի ամենավերջին բաներից մեկն եմ եղել, հա, տարապյալներից, այսպես ասած, բայց ինձ համար օրինակ շատ ավելի հարգելի է սովորական չեկիստը, որ ինձ հարցաքննում էր, ներվերը սուտում էր, քան այն, որ թվում էր, թե ընկեր է, բարեկամ է, բայց ինքը ստուկա չէր, ինքը գործակալ էր։
եւ թող ձևեր չթափեն, թե արտաքին հետախուզությունը մենք կքանդենք, այդտեղ բաներ են եղել կամ երկրորդ բանն են բերում, չէ, այդ սին լքորները ասելով թե այ, եթե այդպես լինի, հիմա բացահայտենք, ոչ ոք էլ չի ուզենա Հայաստանի Հանրապետությանը ծառայել իր ազգային անվտանգության ծառայություններ մատուցել, սուտ են ասում։ Չէ՞ որ իրենք լավ էլ գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ստեղծման երրորդ հանրապետությունը, իր ստեղծման օրվանից մինչև այսօր չունի լիարժեքորեն հենց միմիայն իրեն պատկանող ազգային անվտանգության ծառայություն։ Բնականաբար օտարինից պետք է խուսափել, ով օտարի գործակալ է, պիտի բացահայտվի։ Ով արտաքին հետախուզություն է անում, բնականաբար նրանք Հայաստանի Հանրապետությանը գուցե եւ 0.1% ծառայություն կմատուցեն, մնացյալը բնականաբար Ռուսաստանին հայտնելով։ Բայց այստեղ խոսքը թող իրենք լավ էլ գիտեն համագործակցությունը որն է, մեր Վազգեն կաթողիկոսը, որ մեռնելուց հետո հիմա շատ սիրում է մեր ժողովուրդը, հա, ինչքան մնում է, այնքան արժեքը մեծանում է, բնականաբար կարող էր գալ այնտեղից շատ արագ էսպես այդ ուսադիրները փոխելով, հա, անմիջապես աբեղա վարդապետ եպիսկոպոս բանման ու միանգամից դառնար բնականաբար սովետը պիտի թույլ տար։ Ցարի ժամանակ էլ այդպես էր։ Մեր Իզմիրյան կաթողիկոսին չէին թողում գալ, ինչ թե Թուրքիայի հպատակ էր, բայց Թուրքիան էլ ուզում էր էջմիացնում իր քաղաքացին իր հպատակը լիներ։ Մեր Խրիմյան հայրիկին, որ բոլորիս համար այդքան սիրելի կերպար է պատմական անձնավորություն, ռուսները երկար ժամանակ չէին փորձում, թույլ չէին տալիս այստեղ, որ հավատավոր կոմունիստ էր, իհարկե հավատարիմ կոմունիստության զոհն էլ դարձավ Աղասի Խանջյանը, չէր թողնում 2 տարի կաթողիկոս չունեցանք, որովհետև չէր թողնում Խորեն Մուրադբեկյանը դառնալ կաթողիկոս։ Իր տեխնացունում էր։ Եվ ինքն էլ նույն մանիպուլյացիաներն էր անում, ինչ որ այսօր են անում այդ մանիպուլյացիաները։ Ախր այս մենք թացի չորից պիտի կարողանանք զանազանել։ Ու հետո ուղղակի խորը անբարոյականություն է, դուք վերնագիր եք դրել, այո, պետականության հանդեպ սրիկայություն է մասնակի բացահայտում, ընտրովի, քիմքին հաճո բացահայտում անելը ամբողջությամբ պետք է բացել, ամբողջություն ասելով էլ թող ձևեր չթափեն, ամբողջություն ասելով ինձ նմանները գոնե հասկանում են, որ առաջին դրանք գործակալների մասն է խոսքը, երկրորդ բացողը հենց ինքը ԱԱԾ-ն չպիտի լինի, որ մերը չէ, այլ օտարն է, KGB-ի ատավիզմ է, մնացած Հայաստանում եւ ծառայում է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին, Մոսկվային է ծառայում, այլ դա պիտի բացեն հասարակական կազմակերպություններից կազմված մարդիկ մի խորհուրդ պիտի բացի, գումարած ամերիկյան պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ խորհրդարանի տարբեր կողմեր, չնայած խորհրդարանում չեմ կարծում, թե ազնիվ մարդիկ եղել են կամ կան, բայց այդպեսին չի կարելի դա վստահել, որ KGB-ն պիտի բացի։ Այո, չի կարելի վստահել, որ նաև իշխանությունը պիտի բացի։ Որտեղ իշխանության նայում ես, գոնե ինձ նման Հայաստանում երկար ապրածները գիտեն, ոնց են ասում, ցվետ տեսնում են, հա, սրանք ինչով են շնչում, ինչով են շնչել, իրենց պապաներին էլ, պապիկներին էլ ճանաչում են եւ գիտեն, որ ցանկացած պահի ռուսները նրանց դեմ դոսեն կդնեն, ասեն, տես պապիկը տեղել են, շարունակում ես ծառայել, շարունակեցիր, մենք ենք ուտեշկա տալու։ Ինչպես Կալուգինն արեց, հա, դաշնակների հարցում։ Պարոն Հայրապետյան, այս թեման, այսինքն իշխանական եւ հոգեվոր վերնախավերի, հա, ինչից ասես չեն խոսում։ Ինչից ասես, այլ գործակալ լինելուց, այլ ուխտազանցությունից, այլ մյուս կողմը նրանց դավաճան ասելուց, ամեն ինչ ասում են, որովհետեւ կողմ չի ասում, գիտեք ինչ կա։ Այս բոլոր հարցերի, խնդիրների լուծումը եւ պատասխանները, այս երկիրը սահմանադրություն ունի։ Դրա մեջ է, եկեք գնանք կպնենք այդ սահմանադրությանը, ի վերջո այդ հարցը լուծենք։ Ըստ սահմանադրության տառին, ոգուն համապատասխան, հա։ Շնորհակալություն, շատ ապրեք։ Պետություն է, չէ՞ սա։ Բա այդպես ում մտքին ինչ գա ասի, փորձի տենց հարցը լուծի։ Շատ ճիշտ եք, ավելացնել եք, կարծեք թե չկա, իհարկե։ Եթե պետություն ենք, պիտի պետականորեն խնդիրը լուծվի։ Գիտեք, եթե պարոն Փաշինյանին այս մեծ խառնակցությունը, ջուր պղտորելը, հասարակության ատոմիզացնելը, միմյանց դեմ հանելը, հայաբերանություն սերմանելը, ատելություն սերմանելը չլիներ, շատ հանգիստ այս խնդիրը կլուծեր։ Գիտեք, այն որ իրար այդ ժպտալով նկարվում էին, բան իր իշխանության արշալույսին, չէ՞ որ այն սկզբից գիտեր, ամենը նոր ոչինչ չի իմացել ինքը։ Հանգիստ կանչում էր, ասենք դուք լինեիք, ես լինեի, որևէ մեկը լիներ, կասեին նայի։ Սա է,
ուզում ես գնալ Հայաստանում խառնակցություն դնելու, ստեղծելու ճանապարհով, ես գնալու եմ ինչը վերջ, դու պիտի հեռանաս։ Գտի ձևը ինքդ հեռացիր։ Այլապես այս ամբողջը բացվելու է, ոչ միայն քոնը, բոլորին է բացվելու, որպեսզի ներսում խառնակցություն չլինի, մահանին գտիր հեռացիր։ Եվ վստահ եմ, որ կամ այնքան էլ վստահ չեմ, բայց մեծավ մասամբ վստահ եմ, որ կհեռանար կաթողիկոսը, որովհետև չէր ուզենա ոչ եկեղեցուն վնասել, ոչ էլ անձամբ վարկաբեկվել ինքը վնասվեր։ Գուցե կվախենար իր, չգիտեմ, մոսկովյան չէ, ժամանակին ինքը դարձել է կուսակրոն, երբ որ սովետական միություն է եղել, իսկ այն ժամանակ դա լրիվ ուրիշ բան էր նշանակում։ Գուցե նրանցից վախենալով որ կտանք սպանեն, կամ գուցե այնքան համարձակ էր, որ ասել ոչինչ թող ինձ սպանեն, բայց իմ եկեղեցուն ոչինչ չի լինի։ Ինքը կհեռանար, եւ որ պետք է հեռանա, այդ խնդիր չկա այստեղ։ Նիկոլին հաջողվեց անել մի բան, ինչ ասեմ, որևէ դևի չէր հաջողվի անել։ Մարդիկ, ազնիվ մարդիկ, կարծում եմ այնտեղ հավաքվածների մի զգալի մասը ազնիվ մարդիկ էին, ոչ թե փողով էին գնացել կամ կուսակցական խրամատավորվածությամբ։ Իրենց լեզուն պտտվեց, գոռում էին վեհապար։ Ես գիտեմ այնտեղ մարդիկ, որոնք հայհոյում էին նրան, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք, գիտեմ այդ մարդկանց, չէ, իրենք այնտեղ էին։ Ես հասցրեցին այն վիճակին, որ դրանք գոռան լեզուները պտտվի ու այդ մարդուն վեհապար ասեն։ Բայց նաև լեզուները չպիտի պտտվի եւ հիմա օծյալ մարդուն անկախ նրանից ինքը արժանավոր է, անարժան է, աշխարհի կանոնով դիմեն։ Հասկանում եք, դա կարող են պատանիներն անել կամ երիտասարդներն անել, բայց երբ որ հասուն մարդիկ կներեք էլի մի հատ վատ արտահայտություն էլ ես անեմ, էշիթային մարդիկ նման բանով են անում, անուն ազգանունով են դիմում։ Սա վիրավորական է, իրենց ուղղակի ախորից դուրս եկած լինելն են ապացուցում։ Երիտասարդը կանի եւ դա շատ օրինաչափ է, պատանին կանի եւ օրինաչափ է, խնդիր չկա։ Այսինքն, ելի վերադառնալով խնդրին, վստահ չեմ, թե Նիկոլ Փաշինյանի արժեվ դրված խնդիրը մեր եկեղեցին առողջացնելն է, մեծ խառնակցություն գցելն է, մեծ խառնակցություն արտահայտությունը ես վերցրել եմ իր հոդվածաշարից, վերնագիրն էր դա, մեծ խառնակցություն։ Հիմա մեծագույն խառնակիչը երրորդ հանրապետության պատմության մեջ թող ինքը գնա որոշի ով դարձավ։ Ափսոսում եմ, որ տենց չքնախտական կարող էր այս վիճակի այս անդունդը գլորվել։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։